Ողջույն, գործարար ալիքի եթերում Mix Marketing-ն է։ Ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք մարքեթինգային մի քանի հետաքրքիր, կարևոր առանցքային հասկացությունների մասին, անգլերեն ասում են customer journey, դա հաճախորդի ուղին է։ Խոսելու ենք նաև սպառողական վարքագծի մասին։ Իրականում Հայաստանը լինելով փոքր շուկա, մի փոքր տարբերվում է այլ շուկաներից։ Այս թեման քննարկելու համար հրավիրել եմ White խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Աննա Սողոյանին։ Ողջույն Աննա։ Ողջույն Գայանե։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Ուրախ եմ քեզ նորից տեսնել մեր տաղավարում, կարծում եմ շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Ես արդեն նշեցի, որ հայաստանյան շուկան լինելով փոքր, մի փոքր տարբերվում է իր առանձնահատկություններով, թե սպառողների վարքագծի տեսանկյունից, թե այս սպառողական ուղու տեսանկյունից, ինչ կարծիքի ես։ Միանշանակ, քանի որ մեր շուկան բավականաչափ փոքր է, այսպեսով սպառողական վարքագիծը շատ դինամիկ փոփոխության է ենթարկում անընդհատ, եթե խոշոր երկրներում, մեծ քաղաքներում հստակ սպառողական վարքագիծ է ձևավորվում, որը երկար ժամանակի աշխատանքի արդյունք է, նաև այստեղ դինամիկան եւ տատանումները շատ են հաճախորդի վարքագծի մեջ, քանի որ վերջին շրջանում սկսել է նաև ինտենսիվ զարգանալ առցանց վաճառքները, առցանց գնումները, այն սպառողական վարքագիծը, որ մենք սովոր ենք, այսօր ընդհանրապես էլ գոյություն չունի եւ լրիվ նոր սպառողական վարքագիծ է ձևավորվում retail ոլորտի մեջ։ Ու կարծում եմ այստեղ շատ տարբեր է սերունդների վարքագիծը, այդ Z generation-ը, միլենիալները, այսպես շատ տարբեր կերպ են անցալում ապրանքանիշերը, թե գովազդային արշավները, այսինքն սկսած բրենդի ճանաչելիությունից, մենք արդեն աշխատում ենք ոչ միայն օրինակ, ճանաչելիության բարձրացման վրա տարբեր սեգմենտների համար, այլ նաև այստեղ արդեն գալիս են սերունդների տարբերությունը Միանշանակ սերունդների տարբերությունը դեռ սպասում ենք, մոտակա տարիներին, թե ինչ արդյունք է տալու, բայց արդեն իսկ համաշխարհային վիճակագրության համաշխարհային հաշվետվությունների մեջ նորաձևության եւ ռիթեյլի ոլորտում հստակ կա այդ կանխատեսումը, forecasting-ը, որ Z generation-ը նման չի միլենիալներին եւ եթե միլենիալները շատ սիրում են աշխատել, որպեսզի այդ գումարով որևիցե բան գնեն եւ դրանով իրենց ավելի լավ զգան, այսպես ասած, ապա այս նոր սերունդը այդքան էլ չի ձգտում դրան, ինչը միգուցե շատ հոգեբանական տեսանկյուններից կգնահատվի շատ լավ, բայց որպես բիզնես, որպես նորաձևության ոլորտ դա շատ մեծ վտանգ է։ Սկսենք սպառողների ուղու այն ամենաառաջին հատվածից, երբ է սկսում ուղին, երբ որ մարդիկ սկսում են ճանաչել որևէ բրենդ, ոնց է դա տեղի ունենում Հայաստանում, ինչ գործոններ են հատկապես ազդում ճանաչելիության բարձրացման վրա։ Այստեղ էլի գիտեք, կարելի ասել 5 տարին մեկ բավականին փոխվում է այդ տենդենսը, եթե ոչ ավելի կարճ ժամկետում։ Եթե նախկինում դու որպես բրենդ կայանալու համար ավելի շատ աշխատում էիր որակի, գնի եւ այլ չափանիշների վրա, հիմա շատ ավելի հեշտ է ունենալ ճանաչում, այսինքն երբ որ քո բրենդի մասին մարդիկ առհասարակ գիտեն, թե դա ինչ է, որտեղ social marketing-ը, blogging-ը, influencer-ները դրանք այնպեսի հարթակներ են, որոնցով կարելի է միանգամից մեծ լսարաններ ներգրավել եւ ինֆորմացիան տարածել։ Այլ ինչքանով է բրենդը ճանաչված լինում, դա ցույց գալիս է արդեն մի փոքր ուշ, երբ այդ ինֆորմացիան, որը որ տարածվել է, մարդիկ ամեն դեպքում ինչ որ մի ձև առնչվել են արդեն բրենդի, ապրանքի հետ, գին որակ հարաբերակցության հետ միգուցե, եւ նոր սկսել են ֆիքսել, որ այո, սա այդ բրենդն էր, որի մասին մենք լսել էինք, իսկ վերջնական գնորդը ճանաչում է ձեր ապրանքանիշը եւ որևէ բան գնում է ձեր մոտից։ Եթե նա դեռ ոչինչ չի գնել, հավատացեք, այդ շատ լողոզված պատկեր է, այսինքն նա չի վստահում եւ դեռ գնման ոնց որ փուլին չի հասել։ Բրենդի ճանաչելիության բարձրացման հետ կապված միանգամից ասոցացվում է մեծ բյուջեների ներգրավում հասկացությունը։ Ոնց կարելի է փոքր բյուջեով, Աննա, ձեր փորձով, այսքան տարիների բարձրացնել բրենդի ճանաչելիությունը, այստեղ հիմա մենք օգտակար խորհուրդներ ենք տալիս հատկապես սկսնակ բիզնեսներին, ինչպես ներգրավել հաճախորդներ, ինչպես բրենդի ճանաչելիությունը բարձրացնել ունենալով փոքր բյուջե։ Ես մի փոքր հետ
կգնամ տարիներ առաջ եւ իհարկե շատ կարեւոր է ճիշտ պահին, ճիշտ վայրում հայտնվելը եւ եթե մենք խոսենք վայթի մասին, այո, այն ժամանակ, երբ որ 2013 թվականներ եւ social marketing-ը այդքան հայտնի չէր, երբ չկային ինֆլուենսերներ եւ այլն, մենք այդ հարթակը օգտագործեցինք, կարելի ասել մարքեթինգային որևիցե բյուջե չենք ունեցել, որևէ մարքեթինգային միջոցառումներ չեն եղել, մեր միակ անելիքը եղել է կոնտենտ ստեղծել եւ տեղադրել սոցկայքերում, այն ժամանակ միայն Facebook-ում նույնիսկ, հա, Instagram-ը մի փոքր ավելի ուշ միացավ։ Եվ սա ինձ շատ են ասում, դա այն ժամանակ էր։ Ընդունում եմ, որ ժամանակները փոխվել են եւ այլն, բայց եթե դուք հիմա չունեք բյուջե մեծ խոշոր ինֆլուենսերների ներգրավելու եւ մեծ խոշոր ինֆլուենսերների մոտ դուք նույնպես պետք է վստահություն առաջացնեք, որպեսզի հա շատ ժամանակ ձեզ ընտրեն համագործակցելու, հավատացեք, պետք չի ձեռքերը ծալած նստել, ձեզ ոչ ոք չի մեղադրի կամ ոչ ոք ոչինչ չի ասի, եթե դուք օրեկան 10 հատ կոնտենտ փոստեք ձեր սոցհարթակում։ Ինչքան շատ կոնտենտ փոստեք, ու մի լսեք առհասարակ, որ այ պետք է օրը 1 հատ փոստել, շաբաթը 2 հատ փոստել, հա, այս տեսակ ինչ որ բաների կախված է իհարկե նաև շատ գործունեության ոլորտից, թե ինչով եք զբաղվում, բայց եթե դա առևտուր է, եթե դա նորաձևություն է, որտեղ անընդհատ կա ապրանք, որը կարելի է ներկայացնել, ինչ եմ նկատում, մեկ ապրանքը ենթադրենք որևիցե մեկ կոշիկ։ Նկարում ենք, փոստում են, այսպես ասած, 1 հատ վիդեո, 1 հատ նկար եւ վերջացավ։ Այսինքն փակվում է մի տեսակ եւ չեն մտածում, որ այդ նույն կոշիկը կարելի է նկարել 10-20 լրիվ տարբեր ձևերով, անկեղծ ասած։ Ինչքան շատ կոնտենտ անեք, դա այն մինիմալ բյուջեն է, այսինքն դուք ձեր հեռախոսը, ձեր Instagram-ը, եթե ոչ մի նույնիսկ Instagram-յան գովազդի գումարել չեք վատնում, թե պետք կարելի է գոնե մի փոքր Instagram-յան գովազդ միացնել եւ փորձել տարածել կոնտենտը, բայց կոնտենտը միանշանակ պետքա շատ լինի, եթե լսելի, տեսանելի դարձնել ձեզ եւ միգուցե ձեր կարող է 3 փոստից 3-ն էլ չտեսնեն, այսպես ասած, այո, բայց միգուցե, բայց 20-ից մեկը միգուցե տարածվի եւ մարդիկ մտնեն էջ, հետաքրքրվեն, սկսեն նայել, թե դա ինչ է։ Իսկ պետք չի ամեն դեպքում ձեռքերը ծալած նստել, նույնիսկ սահմանափակ գաղափարային ինֆորմացիա է հիմա տարածվում, որ այ կոնտենտը պետքա լինի միայն որակյալ, կոնտենտը պետքա լինի միայն այսպեսին եւ այլն, եթե մենք չունենք ֆոտոգրաֆի գումար, մոդելի գումար եւ այլնի գումար, դե այս պահին թող սպասի մեր բրենդը, հետո կանենք։ Հետոյով դեռ ոչ մեկ հաջողության չի հասել, արեք հիմա։ Մի սպասեք, այո։ Հաջորդիվ բրենդերի ճանաչելիությունից հետո գալիս ենք այս մեր ուղու ընտրություն կատարելու փուլին։ Այստեղ հիմա ինչն է ավելի որոշիչ։ Մենք տարիներ շարունակ սպառողների վարքագծի հետ կապված գիտենք, որ գինը, որակը, խորհուրդները կան արդյոք ինչ-որ փոփոխություններ, որոնք ազդում են մարդկանց ընտրության վրա։ Ես կարծում եմ, որ տվյալ պահին ամենալավ միջոցը, որով կարելի է օգնել հաճախորդին ուղղորդել դեպի քեզ, դա նրան ազատություն տալն է։ Ասեմ ինչու, որովհետև վերջին տարիներին, մասնավորապես վերջին 5 տարում նույն կոնտենտը սպառողին մի փոքր ռոբոտիզացրեց, սպառողին հավատացրեց, որ ինքը ոչինչ չգիտի եւ պարտադիր պետք է կոնտենտի միջոցով իմանա, թե որ գույներն են թրենդային, որ գույներն են սազում իր մազերի կամ դեմքի մաշկի հետ, եւ բոլորը մի տեսակ կախվածության մեջ էին ընկել եւ կար ինչ որ հստակ բան, որ չէին կարողանում մարդիկ իրականում ճիշտ գնումներ կատարել եւ շատ եմ լսել կարծիքներ, որ հիմա որ մի կոնտենտներ օրինակ ճիշտ ասում, որովհետեւ օրեկան ես կարող եմ 1 ժամում նույնիսկ 20 հատ վիդեո հոլովակի հանդիպել, որտեղ ասում է 2026-ի գալիք նորաձև գույները։ Բոլորը տարբեր են, ոչ մեկը չի համընկնում։ Այսինքն ինչ է ենթադրում, որ կոնտենտը արդեն այնքան էլ վստահելի չէ, այսինքն դա կոնտենտ է կոնտենտի համար, նամանավանդ երբ որ դա ինֆորմացիոն բնույթ է կրում։ Եվ այստեղ ինչ շատ դուր եկավ մի փոքր մեջբերում Պանտոնի 2026-ի գույնի ընտրությունը, որը մեզ հետ նույնպես առնչվում է, հա, քանի որ white գույնն է եւ շատ ժամանակ white-ը որպես գույն չի դիտարկվում, հա, այսպես ասած, եւ բացատրությունը Պանտոնիային էր, որ վերջին 20-ից 25 թվականների մեջ այնքան շատ էր աղմուկը, որ 26 թիվը պետքա լինի ոնց որ վերածնունդի, մաքրման եւ նոր ուղի վերցնելու ճանապարհ եւ հաճախորդի դեպքում նույնպես ես կարծում եմ, որ 26 թիվը պետք է լինի ազատության տարի, որ մարդը արդեն իր սեփական ուղեղով, իր սեփական մտքերով հասկանա, թե ինքը ինչ է ուզում, թող միգուցե սխալվի, բայց երկրորդ անգամ գնի այն, ինչ որ իրեն իրոք հարկավոր է։
Շատ լավ, իսկ մենք հանդիպում ենք նույն ձեր նշած օրինակով, հա, ինչ կրել ամանորին կամ չգիտեմ, ինչա նորաձև լինելու բլոգերների, ինֆլուենսերների խորհուրդներին, երբ մի ապրանք են սկսում գովազդել եւ բոլորը վազում են այդ ապրանքի հետևից, հիմա ինչ ազդեցություն ունեն, արդյոք ազդեցությունը փոքր նվազել է ձեր գնահատման Ես կարծում եմ, որ ազդեցությունը նվազել է։ Ազդեցությունը շատ մեծ էր, կարծում եմ, մոտ 20 տարի առաջ, երբ ժուրնալների մեջ մենք կարդում էինք, այ ինչ գրել նոր տարվան, հա, կամ ինչ որ նպատակ հավառել, գցել շամպայնի բաժան։ Այն ժամանակ էր ազդեցությունը մեծ։ Ինֆորմացիան հիմա այնքան է շատացել, որ ես ազդեցությունը բնականաբար թուլացնում եմ, եւ կարծում եմ, որ բլոգերի, ինֆլուենսերի խորհուրդները տվյալ պահին ամեն ինֆլուենսեր եկեք հաշվի առնենք, որ ամեն դեպքում գովազդում է որևիցե հագուստ, որը նաև իրեն է սազում։ Ուրիշ բան, որ մենք կարող ենք դրանից հետևություններ անել եւ հասկանալ, այ միգուցե կերպարային մենք նման ենք եւ այս գեստը ինձ էլ կսասի, ինչու՞ չգնամ փորձեմ, բայց որ միանշանակ արդեն կլինի ինֆլուենսերը ասած գնացի արա, այդ մարքեթինգային թուլը արդեն թուլանում է։ Զուտ որպես դիտարկում ենք ինֆորմացիա եւ բրենդերին էլ խորհուրդ կտամ ինֆլուենսերների հետ համագործակցության ժամանակ չդիտարկել, որ դա վաճառքի ալիք է զուտ միայն, հա, դա ձեր բրենդի մասին ինֆորմացիա տարածելու մասին է եւ թող մարդիկ տեսնեն, ում որ հարմար կլինի, բնականաբար կգա արդեն խանութ, այդտեղ արդեն ձեր սպասարկումն է շատ կարեւոր, որտեվ միայն նաև ինֆլուենսերի վրա ջարդել ամեն ինչ, այդքան էլ գրագետ չէ, շատ կարևոր է սպասարկումը, հավուր պատշաճի ներկայացնել ապրանքը եւ իհարկե գին որակ հարաբերակցությունը, ես կարծում եմ ինչ էլ որ փոխվի, ինչքան էլ որ տրենդային է էմոցիա վաճառելը եւ այլն, հա, այսպես ասած, արժեք եւ այլն, այո, այդ ամեն ինչը դա այդ կոնֆետի գեղեցիկ փաթեթավորումն է, որը որ էլի վերջին տարիներին շատ երկար փորձում են մարդկանց ուղեղի դա մտցնել եւ բնականաբար խոշոր բրենդերը գերշահույթով վաճառքներ են անում դրա հաշվին վերջին տարիներին լյուքսը անընդհատ թանկանում է, այսպես ասած, եւ այս պարագայում միշտ պետք է մանավանդ մեր տեղական բրենդերին, որոնք նոր են սկսում ուղին, հազար բարդությունների են հանդիպելու անհնար է, կին որակ հարաբերակցությունը դա համար առաջին վաճառքի ձեր հիմնասյունն է, այսպես ասած։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք սպասարկումը հայկական բիզնեսների թույլ կողմից մեկն է, թե ոչ, կամ թեկուզ հենց գլխավոր թույլ կողմը, ոնց եք գնահատում սպասարկման ոլորտը։ Սպասարկման ոլորտը կախված է ըստ ումա բրենդերի տեսլականից, որովհետև կան ապրանքանիշեր, կան խանութներ, որտեղ միգուցե սպասարկում ընդհանրապես չկա, եւ դու մտնելով այդ խանութ արդեն հասկանում ես, որ դե ինչ կգտնես, դու ինքդ քո գլխի տերը։ Այն խանութները, որտեղ որ սպասարկում են, ես նկատում եմ, որ սպասարկումը գնալով աճում է եւ հաճախորդը շատ կմահաճ է, շատ պահանջկոտ է սպասարկման հանդեպ, հա, նույն մեր օրինակով էլ որ ասեմ, շատ հաճախ լինում է, որ ժողովներին մտածում ենք, այ իտես լիքը խանութներ սպասարկումը հանել են, նո տվյալ բարագայում դա գալիս է այն խնդրից, որ ջենզը թե չի ուզում աշխատի, հա, սկսում ես հասկանալ, ոնց ինչ պետք անել առանց սպասարկում խանութների պես անցնել աշխատանքի, բայց գալիս է հակառակետը, որ հաճախորդին մենք սովորացրել ենք սպասարկում, մենք պարտավոր ենք դեռ շարունակել այդ նույն տեմպով։ Այնպես որ սպասարկումը ես թույլ չեմ գնահատում եւ ռիթեյլ ոլորտում եւ այլ ոլորտներում Հայաստանում սպասարկումը բավականին բարեհամբույր է, ի տարբերություն լիքը այլ երկրների, այո, որտեղ որ եղել եմ եւ դա հաշվի եմ առել։ Եմ համամիտ, իսկ եթե խոսենք լոյալության մասին, հա, սա այն կետն է, որ կարծում եմ բոլոր բիզնեսները ձգտում են եւ բիզնեսի ճանաչելիություն, վաճառքներ եւ այլն, բայց երբ հասնում են հաճախորդների կողմից այդ վստահության ձեռքբերման, լոյալության կետին, արդեն մի փոքր այսպես խորշում չեն քաշում եւ փորձում են պահպանել այդ հաճախորդներին։ Այստեղ ինչպես է ձևավորվում հայկական շուկայում, ինչպես են առհասարակ հասնում լոյալության կետին։ Լոյալության կետին իստմա շահում են այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ամենասկզբից դրան ուշադրություն են դարձրել իրենց ճանապարհը սկսելուց, այսինքն որ ունեցել են որոշակի բազա, որտեղ հաճախորդներին գրանցել են, թեկուզ միգուցե չեն ունեցել զեղչի քարտեր եւ այլն, այլ նույն հա դրամարկղում գանձապահը նկատելով որ արդեն մշտական հաճախորդ է, գոնե վերցնում է մինիմալ տվյալներ եւ դա փոխանցում ղեկավարությանը։ Շատ ավելի լավ է, երբ որ դա ունենում ես սիստեմա եւ սիստեմատիկ գրանցում ես եւ նաեւ բոլոր առևտուրները արդեն ֆիքսվում է տվյալ հաճախորդի անունով։ Այլ բան է, ինչ ես դու դրա դիմաց նրան տալի։
Միգուցե որոշակի cashback ես տալի, միգուցե որոշակի զեղչ ես տալիս, միգուցե տարեվերջ իրականում ինչ-որ մի գեղեցիկ դվեր ես անում։ Այս 3 կետերն էլ կարծում եմ, որ չափազանց կարևոր են եւ գիտեք մի հատ sense էլի միգուցե շեշտակի լինի, երբ որ տնտեսությունը աճ է ապրում, այդ ժամանակ բոլորը մոռանում են հաճախորդին շնորհակալ լինելու մասին։ Սա որպես նկատողություն, հա, բոլոր տնտեսվարողներին։ Դե ամեն ինչ լավ է, գործը լավ է, ինչից ենք նեղում, այս հաճախորդը չլինի, մյուսը կլինի։ Բայց ինչպես ասում են, ամեն օր նույնը չի լինում եւ լինում է նաեւ որ տնտեսությունը սկսում է անկում ապրել, առևտուրն է անկնում եւ այդ ժամանակ փրկվում են այն կազմակերպությունները, ովքեր ունեն հաճախորդների բազա։ Եվ բավական օրինակ հաճախորդների բազային առանձին մի հատ email, օրինակ մարքեթինգային օրինակով, հա, նամակ ուղարկես, որ օրինակ հարգելի հաճախորդ, քեզ առանձնացնում եմ, դու իմ 100 հաճախորդի մեջ ես եւ ունես որոշակի տոկոս զեղչ կամ ինչ որ առավելություն։ Գիտեք դրանք աշխատում են, մարդիկ իրանց զգում են որպես նկատված, մարդիկ զգում են, որ այս բրենդը ինձ ամեն դեպքում նույնպես շնորհակալ է եւ գալիս օգտվում են։ Ուշադրության կենտրոնում են։ Իսկ հաճախորդների կողմից գեներացված կոնտենտին ինչպես եք վերաբերվում, ինչ եք կարծում այսօր սա էլ հա մարքեթինգում շատ թրենդային ուղղություն է, կարևոր ուղղություն է շատ, ինչ պետք է անել, որ հաճախորդները հակված լինեն այդ կոնտենտը գեներացնելու։ Համար առաջին կետը լինել հետաքրքիր բրենդ հաճախորդի համար։ Վերջերս էլ բան էի post-ել, որ անգլերենով what we love we mention, այսինքն ինչը որ մենք հավանում ենք, մենք դա այսպես թե այնպես նշում ենք։ Առաջինը լինել այդ բրենդը, հասցնել այդ վստահությանը հաճախորդի հետ, երկրորդը ինչու՞ չէ նաև շահագրգռել, որպեսզի սպառողները ստեղծեն կոնտենտ։ Ժամանակ առ ժամանակ հարկավոր չէ դա լինի public, հավատացեք ինձ, ուղղակի կարելի է որևիցե մի հաճախորդի առանձին նամակ գրել, որ մենք շատ ենք հավանում ձեր կոնտենտը եւ դուք ունեք օրինակ մեր մոտից X գումարի նվեր քարտ, որովհետև մեր լոյալ հաճախորդ եք։ Դա նույնպես շատ մեծ ուշադրություն է եւ հաճախորդները ավելի շատ գնահատում են, երբ որ դա իրականում public չի լինում, անկեղծ կասեմ։ Այո։ Ու բացի դրանից շատ հաճախ շատ յուզերներ հենց գնահատում են, որ այդ նվերների մասին չեն հատուկ իրենց զգուշացնում, որ կնշեք մեզ կամ չգիտեմ, կնշեք, որ այս բրենդից եք օգտվում։ Դա արդեն ուրիշ քննարկման թեմա է, այո։ Ես կարծում եմ, որ այդ ամենացավոտ թեմաներից է եղել։ Ես ոնց որ շատ շփվելով ինֆլուենսերների հետ, լինելով բրենդի ներկայացուցիչ, հա, հասկանում եմ եւ բրենդերին, որոնք նվեր ուղարկելով ամեն դեպքում ունեն որոշակի ակնկալիք, որ միգուցե իրանց սիրելի ինֆլուենսերը ուշադրություն կդարձնի իրանց ապրանքին։ Ի վերջո իրենք էլ են ներդրում անում։ Լրիվ ընդունում եմ, անկեղծ չեմ մեղադրում, եկեք միակողմանի չխոսանք, որտեղ լինում է որ հեյթը շատ է լինում ինֆլուենսերների կողմից, որ մի ուղարկեք, մենք գովաց չենք անելու։ Հավատացեք, ինչ որ սրտի մեջ թրթիրով ձեզ ուղարկում են նվերներ, որ միգուցե այո դուք դա կնշեք եւ դրանք շատ կուրախանան դրանից։ Բայց իհարկե տգեղա, երբ որ գրում են, խնդրում ենք նշել edge-ը։ Նվերի դեպքում դա իրոք տգեղա, այստեղ է գալիս այդ լինել են բրենդը, որին մարդիկ ուզում են նշել, որ տոքսիկ հարաբերություններ չլինեն, այսպես ասած, որտեղ այդ տոքսիկը իս վերջերս ամենտեղ մտնում է, եւ ինֆլուենսերներն էլ այո, խորտ կտամ մի ուրիշ բան, որ հայկական բրենդերին ամեն դեպքում չան տեսել, որովհետեւ նույն մեր շուկայում արկա արտասահմանյան բրենդերը, որոնք որևիցե համագործակցություն չկա, մարդիկ միգուցե մտնեն խանութ եւ զուտ ուղակի ինչ որ մի բան նշեն իրանց սթորի հատվածում եւ այլն, հա։ Բայց հայկական բրենդերից նույնիսկ գնում կատարելու դեպքում չեն, այո։ Հա, չեն նշում, որովհետև ակնկալում են, որ դա պետք է լինի պարտադիր ոնց որ գումարային համագործակցություն։ Եթե այսպես ասած դուք մի փոքր բան անեք որևիցե հայկական բրենդի հետ կապված եմ, հա, ընդհանուր եմ ես խոսում, որտեղ ես համոզված եմ, որ այս բոլորին է վերաբերվում, ապա վաղը մյուսօր ոնց որ դա կգա արդեն դեպի ձեզ հաստատ համագործակցության տեսքով։ Այո, լոյալությունից հետո մենք գալիս ենք այն կետին, երբ հաճախորդը ինքն է սկսում խորհուրդ տալ այս կամ այն բրենդը գնելը, սա արդեն իսկ ամենաազդեցիկ գովազդային արշավն է կարծում եմ։ Ինչպես պետք է հասնենք դրանք, հետազոտություններում մենք ունենք մի շատ լավ հասկացություն, NPS-ը կոչվում, Net Promoter Score, երբ որ մարդիկ այս կամ այն պրոդուկտը խորհուրդ են
են տալիս իրենց ընկերներին, հարազատներին եւ դա շատ լավ միջոց է, հա, վաճառքներ իրականացնելու։ Դուք ինչպես եք կարծում, այստեղ այս խորհուրդ տալը ինչպես են փորձառությունը փոխանցում իրենց ծանոթներին, դա ռիվյուներ են, թե զուտ ինչպես նշեցինք, օրինակ Story-ում նշել այս կամ այն բրենդը։ Դե տվյալ պահին պետք է հասկանանք տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ դա նախքին նույն ոնց որ փչացած հեռախոսի սխեման չի, որ տանը սրճելիս կամ ինչ-որ միտեղ մեկը մյուսին ասած թե ինչ է գնել, թեպետ դա դեռ շարունակվում է, ինչքան էլ մենք դրա մասին չխոսենք, հա։ Կլինի թե ընկերները օրինակ ասեն, ինչ-որ խանութում լավ զեղչով ինչ-որ իրեմ գնել օրինակի համար, եթե կհասցնես դու լրա կամ չէի սպասում պատվիրել եմ, բայց նա ինչ լավ որակի է եկել, то есть մարդիկ դեռ կարիք ունեն խոսելու եւ խոսքով փոխանցելու իրենց հիացմունքը, ինչու՞ չէ նաեւ դժգոհությունը։ Այդ երկուսի համատեղումը մենք հիմա նաեւ շատ տեսնում ենք նույն social media-ում, հա, որ story-ում, բայց մի հատ էլ բան ասեմ, որ story-ներում բոլոր կլինի դա բլոգեր, կլինի դա միկրոինֆլուենսեր, կլինի դա ուղղակի ինչ որ Instagram user, բողոքի ակցիան շատ հեշտ է տարածել, սիրում են ավելի շատ բողոքը գրել օրինակ քան գովեստը, այսինքն եթե ինչ-որ մի բանից դժգոհ են մի անգամից կասեն, բայց եթե 100 անգամ ինչ-որ մի բանից գոհ են, դժվար թե նրանք story բաժնում կիսվեն։ Այստեղ նաև ոնց որ կարանք սրան անդրադառնանք, իսկ երբ որ անձանձին արդեն խորհուրդ է տալիս, դա կարելի ասել, որ խաղը արդեն հաղթել եք, այսպես ասած։ Մնում է որ ճիշտ այդ խաղը, որտեղ որ հաղթել եք, դուք պահեք։ Եվ այդ ամեն ինչի մեջ ես իմ անձնականների փորձից մի փոքր դրվագ կարող եմ պատմել։ Երևի մի 3 տարի առաջ էր, ինքն այդ դեռ մոտ 10-ամյակի մոտ, ես շատ պերֆեկցիոնիստ լինելով հանդերձ, ես միշտ ինձ թվում է որ մայթի մասին ոչ մեկ չգիտի, մենք դեռ շատ գործ ունենք անելու, սենց անընդհատ բրբտող տեսակով մոլերից մեկում եմ X խանութի ռայստիվալ կա հանդերձարանում եմ, հա, այսպես ասած, ես ինքս որևիցե այլ խանութից իրեն փորձում եւ լսում եմ կողքի հանդերձանում, որ երկու աղջիկ ասում են, չէ, արի գնանք վայթից գեստը վերցնենք։ Հավատացեք ինձ, էլ ոչինչ չէի հիշում։ Այսինքն ինչի համար է ես եկել այդ խանութ, որ ուզում հիմա դուրս գամ շուտ, այդ աղջիկների հետ գնամ տեսնեմ այդ որս գեստն են վերցնում, եւ ես այդտեղ հասկացա, որ ես ինչ կարեւոր օրեր իմ համար, ինչ պատահական ընդամենը հանդերձարանում մի հատ փոքրիկ նախադասություն, դրվագ, որը որ շատ հիմնական բանալի կետ հանդիսացավ նույն մարքեթինգի առումով, նույն որ այ հիմա մենք պետք է ավելի լավ անենք, այ հիմա ոնց որ հասնում ենք դրան, այն ինչ որ ես ուզում եի։ Իսկ այդ խորհուրդ տալու պարագայում, հա, կա նաև արհեստականության ֆակտոր, երբ որ դու նայում ես այս կամ այն բլոգերը, ինֆլուենսերը, ինչ որ բան է ներկայացնում, որից գոհ է, բայց ինչ որ արհեստականություն ամեն դեպքում նկատվում եւ շատերը հասկանում են, որ դա այսպես, եթե նույնիսկ ուղիղ գովազդ չէ, վստահ դա լատենտ ինչ որ թաքնված գովազդ է, ոնց անել, որ այդ արհեստականությունը կոտրվի եւ ավելի համոզիչ լինի այդ գովազդը։ Ինձ թվում է զուտ մենք դեռ չենք եկել այն համաշխարհային շուկաների այն մակարդակին եւ համաշխարհային ինֆլուենսերների մակարդակին, որտեղ գովազդը հիմնականում արվում է թաքնված եւ որևիցե ձև ոչ էլ խորհուրդ է տրվում բառերով, հա, այսինքն եթե դա վերաբերում է հագուստին, X celebrity-ն գրում է այդ հագուստը ուղակի։ Բավական է միայն մի հատ Instagram-յան post այդ հագուստով առանց նշելու, թե դա ինչ հագուստ է, որ խանութից է։ Հիմա տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ մի վայրկյան է իմանալ, թե որտեղից է դա, այսպես ասած։ Եվ մարդիկ ունենում են այդ դեպքում միլիոնավոր վաճառքներ։ Բնականաբար, երբ գալիս է այս ուղիղ վաճառքը, ուղիղ գովազդը, որ ես գնել եմ, շատ գոհ եմ, շատ սիրուն եմ, մի հատ նայեք, իրոք վերջին 5 տարին միայն դա ենք լսում, եկեք անկեղծ լինենք։ Եվ եթե նախկինում մի փոքր նյարդայնանում է այդ ամեն ինչից, հիմա ես ինքս ինձ եմ վերադասավորել, որ այ գովազդանում, մի հատ լսի տես ինչ է գովազդանում։ Հա, արդեն ես ինձ որպես դասավորել եմ ունկնդիր գովազդի համար, բնականաբար այստեղ պետք է հասկանալ զուտ եթե նույն բլոգերը մի օրվա մեջ անում է կամ մի շաբաթվա մեջ անում է միանման նույն ապրանքի գովազդ,
այդտեղ միանշանակ չի կարող լինել որևիցե վստահություն։ Շատ եւ շատ ինֆլուենսերներ Հայաստանում իրականում աշխատում են շատ բարձր մակարդակի վրա, եւ երբ օրինակ քեզանից առաջ ինչ-որ մեկի գովազդն է եղել, դու դիմում ես, քեզ կարող են մերժել, եւ նույնը հակառակ դեպքում, որ գիտեք, մենք նմանատիպ գովազդ արել ենք, մեր լսարանի մոտ չենք ուզում, որ հանկարծ տպավորություն թողնենք։ Դա միանշանակ գովելի է, այն դեպքում եւ երբ այդ պահին իմ բրենդը հարմար չէր գովազդերը եւ ինձանից հետո օրինակ ես դա միայն գովում եմ այդ ինֆլուենսերը դառնում աչքիս լույսը եւ բայց նշենք որ շատ հաճախ էլ հակառակ պատկերն ենք տեսնում երբ մեկ օրում կամ մեկ օրվա տարբերությամբ մրցակից ինչ որ բրենդեր խանութներ են գովազդվում դա էլ արդեն ոչ այնքան հաճելի կոնտենտ է կառավարվում, այո, այսա մի շուկա է, որը իրականում դեռ չի կառավարվում, այդտեղ ամեն մարդ, այսպես ասած, բոլորը անհատ ձեռներեցներ են։ Բոլորը իրենց խղճի առաջ բիզնեսները միգուցե ավելի պակաս ուսումնասիրության արդյունքում են գալիս դրան ենթադրենք չեն նկատում որ եղել է նմանատիպ համագործակցություն իսկ նույն ինֆլուենսերը կարող է դա դիտարկել որպես ուղղակի իր շահավետ գործարք եւ վերցնել բրենդերը պետքա շատ մանրամասն ուշադիր նայեն այդ ամեն ինչին հա եթե նույն մարքեթինգ մենեջերն է օգնականներն են եթե չկա այդ ամեն ինչը հենց սեփականատերն է հա այսինքն եթե դուք նախատեսում եք որոշակի ինֆլուենսեր գովազդներ, դուք պարտավոր եք հետևել բոլոր այդ ինֆլուենսերներին երկարատև ժամանակով։ Չի կարելի վայ, այս ինչ սիրուն էջա, դելա ֆոլոտամ ու իրան գովազդ պատվիրեմ։ Դուք դեռ չեք տեսել իր վարքագիծը, հա, առհասարակ չգիտեք ով է իր հետևորդները երկարաժամկետ հետևել, որ հասկանաք ինչքանով է դա ձեզ հարմար։ Անհրաժեշտ։ Շատ շնորհակալ եմ Աննա, կարծում եմ մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները մեր այսօրվա զրույցից հասկացան, որ հաճախորդների այս ուղին ոչ միայն առաջին տպավորությունը, ճանաչելիությունը եւ վերջո վաճառքը չէ, այլ յուրաքանչյուր բիզնես իր հաճախորդի հետ փոխհարաբերությունների ընթացքում պետք է կառուցի երկարաժամկետ փոխհարաբերություն, որպեսզի հաջողի իր բիզնեսում։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Գայանե։ Ստեսություն կհանդիպենք հաջորդ շաբաթ։